Դուք հավատում եք չարի գոյությանը։ Իսկ ինչ կասեք, եթե իմանայիք, որ Վատիկանը հարյուրավոր տարիներ թաքցրել է մի սարսափելի փաստ, որը հնարավոր է, որ կործաներ եկեղեցին։ Отец Габриэль Аморт. В ночь на 4 июня вы изгоняли беса. То не был обряд экзорцизма. Այսօր խոսում ենք իրական փաստերի վրա հիմնված Վատիկանի էկզորցիստը ֆիլմի մասին։ Ուրեմն գլխավոր հերոսը հայր Գաբրիելե Ամորտն էր, Վատիկանի գլխավոր էկզորցիստը։ Նա իր կյանքի ընթացքում հազարավոր դիվահարությունների ականատեսել է, բայց այս մեկը լրիվ ուրիշ էր։ Իրան կանչում են մի փոքրիկ երեխայի մոտ, ում մարմինը գրավել էր խավարի ամենադաժան ծնունդներից մեկը, իսկ քահանան երեխային փրկելու ընթացքում բացում է Վատիկանի արգելված արխիվներից մեկը ու մի սարսափելի բան հասկանում։ Եկեղեցին տեղյակ էր տվյալ դևի մասին ու միտումնավոր դարեր շարունակ լռել էր, թաքցնելով այն աշխարհից։ Իսկ ըստ քեզ հնարավոր է, որ կարանա մի մարդ պայքարի նման արունարբու ուժի դեմ։ Գրի քո տարբերակները կոմենտներում։ Моей вере не нужен защитник. Իսկ եթե դու սիրում ես սենց հետարքիր ու փախած կինոներ, ուրեմն բաժանորդագրվի մեր ալիքներին։ Մեկ է Telegram եմ գցեմ այս կինոն, կարաս այդած նայես, կիսվես, գրես կարծիքներդ։ Բայ։